նոր մի հատ կովի առնանդամ ինչ-որ համար մեկ ամբյոնից ասում է ով ինձ որպես թուրք ասելով վիրավորի ես նրա մերը, հերը, լավը ճանաչում եմ կովի առնանդամին ասեմ թուրք արիստեղ լտենանք դու լավը չամոտ հատա Ես ովքեր են մեր իշխանում, ես ինչ են անում, տղեկ ոնց եք իրանց հրամաններին ենթարկվում, մի օր կանգնած ապրեք հարոր մի կզեք էլի, տեսել եք ես ինչ խուժանություն, Մենք ալիք փոխեք, տեսեք սենատորները, կոնգրեսմենները, չուղսկային ժողով, հիմա ավելի ուղիղ, այկով, առնանդամներով, չնայած կով առնանդամ չունի, դու են եզակի կողերից ես, որ կոմոտ սաղ տղերից առնանդամ աճում, երևի բավարարելու կողակցիտ, ակրի գնա էլի, Համար լավ կլինի։ Այն ինչ-որ հիմա ուզում եմ ասել, նույնիսկ այս Լոս Անջելեսի կենթանի դժողքը, որ տեսանք, ոչ բան է, այն ինչ-որ ուզում եմ ասել։ Շայց իմ սերունդը ինչ ասես տեսավ, ինչև է։ Ուզում եմ մի քիչ ավելի ժողովրդական կենցաղային, մի քիչ ավելի մատչելի ձևով ասեմ, Ոնց որ դու տանը նստած լինես, մեկը մտնի քո տուն, երեխուդ ծեծի, ջարդի, թքի վրեն հայոյի գնա, հետո երեխետ ասի, ես ինչ արին, դու իրան ասես, արի հասկանանք ինչի քեզ այդպես արեց։ Հիմա ես կողքի, որ այա հարցնում է ֆաշիստական երկիր, ոմնա ասում է, նախ հասկանանք, թե ինչ են մեզ ասում ֆաշիստական երկիր, եթե ես մտածողությունը ունենք դեռ, մտնել են տուն ջարդեն, փշրեն, աչքի դեմը բռնաբարեն կին երեխա քուր, ու նստենք հարցնենք, ինչի բռնաբարեցին, կարող է մեր քրերը, մերերը մեղավոր էին։ Իսկ հիմա ավելի ուղիղ, եթե դենա պատասխան տվող չի, 10 միլիոնանոց հայ ազգը պատասխան ունի, հանգիստ եղեք։ Շնորհավոր բոլորիս ամանորը Սուրբ Ծնունդը մաղթում եմ առողջություն և միայն հաղթանակներ։ Հաղթանակ եմ մաղթում բոլոր բնակավարներում, երբ որ ասում ես հաղթանակ, ինչի բոլորի մոտ թվում է, թե ռազմական դաշտում է միայն հաղթանակը։ Հաղթանակ մաղթում եմ բոլոր բնակավարներում, թեկուզ ռազմական դաշտում, մեզ հաղթանակներ են պետք, որպեսզի մենք նորից դառնանք հայ։ Չնայած հայ ենք, նորից դառնալու կարիք էլ չունենք, բայց նոր լսում եմ իմ երիտասարդ ժամանակ մի ընդդիմադիր կար, տենց ինչ-որ մարդ էր, ու այդ ընդդիմադիրը այսօր արթնացել ասում է Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ եք նկարում մտավորականներ, այսինքն կարող է ինքը տխրում է, որ իրա մասին չեն նկարում, այդքան որ լիներ քո մասին կնկարեին, այսինքն հերոսի մասին նկարելը, հերոս, ազգին հերոսներ են պետք, լավ են անում, Մոնթեի մասին պիտի սկսեին նկարել, Վազգենի մասին պետք է նկարեին, ես նկարում եմ հայի մասին, հեսա վերջացրել եմ արդեն, բայց Պիծա ջան, ժամանակդ գնացել է, գնացքտել է գնաց է, կապ չունի հերոսը կարա երկու օր լինի, կյաժի պես տաղեն քանի օր հերոս եղավ,
դու գնաք ու այն ոռնում ես անկախությունս 55 տարի բերել եմ, դու չես բերել այդ անկախություն ինքստինքյան ա եղել, կներես, որ քո մասին կինո չենք նկարում, ներողություն, երանի քեզ, իսկ իմ ավելի ուղիղ, այդ տղա, կանսերվեքը մի բաց ընդդիմության քո, մերրար կանսերվա բացելով, այդ պերրաշկի ուտող, ուրեմն 1990-ական թվերին 2 ժամով լույս էին տալիս կազարմա, բարկար կազարմա, հիմա չգիտեմ, տեղ չկա, բանակը սրբություն չել ես, ինչև է, կավեին էին ցույց տալիս, մենք սաղս տենց հին ֆորմեկով նայում ենք կավեին, հասկացաք, որ կավեինը փչացրել է այս ազգը, ազգայինը, ինչ-որ չկայացած կավեին շիկ, չեմ էլ ճանաչում անձամբ, չեմ էլ ուզում ճանաչեմ, ինչ-որ գերագույն խորհրդի նախագահ, կավեինը մտավ կինո, թատրոն, հեռուստատեսություն, կավեինը ինչ-որ կա, որովհետև կարա տնտեսագետը բեմ բարձրանա, բժիշկը կարա դառնա վարորդ, վարորդը կարա լինի աստրոնոմ, հասկանում եք, որ երկիրը կավեն է սարքում սա, տղերք, ես դիմում են տղերքին, որոնք վաղը մյուս օրը դատապարտվելու են այս իշխանության կողմից, 100% դատապարտվելու են, որտև այս սրանք ասելու են, բա իրանք էին ու հերիք չի կավեն շիկը լինեք, հասկացաք ձեր կավենը ուրա բերում, ուր բերեց, խաչը հանե դոլարի նշան է կախել, որ ինչ, տեսել եք ով է ձեր գերագույն խորհրդի նախագահն, լավ տղա է, մոլոդեց, սիմպաթիչնի լավ տղա է, կավեինի 3-րդ պլան, դա հեչ, հələ ինքը ոչինչ, որ ձեր վարչապետն է, ստրիպտիզյոր շա,